Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակուրսն եմ, դուք դիտում եք առանց սահման հաղորդումը եւ մենք այսօր գտնվում ենք օպերայի հրապարակում։ Էսի որ ռաունդն է։ Չես խաղում։ Ձերը որ թիմն է։ Հա, բայց թիմով չես գրանցվելու։ Հա, մենակով ես եկել։ Հա, քեզ ու թիմի պետք է գցեն։ Բայց դու քանի տարեկան ես։ Քո տարիքայինները խաղում են հələ։ Եկա հաղթես։ Հանունը ոնց ասես, Աշոտ։ Հա, всё։ Ես կնայեմ դու որ թիմից ես, քեզ առանձին կգոռամ Աշոտ հենց դա։ Տղեկ դուք խաղացել եք արդեն։ Այժմ մեր ուշա։ U10-ը ո՞րն է։ U15։ Տարիքն է։ Հա։ Մենք 15 թվերին, ասեն 15 թվերին։ Մենք 13 թվեր, յան փոքր ենք։ Էսի տարիքային խմբերով է հաղթանակները։ Դուք նոր եք մասնակցելու, այսինքն փոքրից մեր է բարձրանում է հիմա։ Հա, հիմա ավեշად մի տարի փոքրներն են։ Մենք 13 մեր լիգան 13-11։ Հələ մի րոպե, դուք ինքնուրույն թիմ եք սարքել, եկել եք ստեղ գրանցվել եք որ խաղաք։ Հա։ Դզեց, որտեղից եք։ Մենք տենտրոն ենք ապրում, ես տենտրոն եմ ապրում, ինքը մասի։ Այա, ես էլ եմ մասիվցի, որ մասիվ։ Առաջին։ Խի։ Հետա, Գայ Արձանի մոտերն ես։ Հայկի Արձանի։ Հայկի Արձանի, հետա, հարևաններ ենք։ Ձեր թիմի անունը ինչ է, ասեք կգամ դուք։ Street Gang-ը։ Street Gang, հա, մարդասպաններ եք էլի։ Իսկ գիտեք ում հետ եք խաղալու։ Չէ, չեն հայտարարել։ Այսինքն ժերեբիովկա է լինելու, թե ով գրանցվի, գրանցվել։ Գրուպաներով, հա։ Իսկ տեղ եկեք քանի թիմ ընդհանուր գրանցվել։ Բանը շատ դրա համար էլի իրեկաշ բացում եք մի դաշտարան։ Այսօր 1, 2, 3 դաշտ, բասկետբոլն է 4։ Իսկ մրցանակը ինչ, հա։ Չգիտեք։ Առաջին երկրորդ եմ մեզ մրցանակ։ Հա։ Դե ձեզ հաղթանակ եմ։ Իսկ ամենաբարձրը որ տարիքայինն է լինելու։ 15 տարեկանները։ Դուք ամենաբարձրներն եք։ Չէ, բանը։ Մենք ամենաբարձրները 16 տարեկաններն են։ Հա, լավ, այդ մի տարին բան չի փոխում, եթե լավ ես խաղ։ Չէ, մենք 15 տարեկան չենք, մենք 13 ենք։ 13 եք։ Մենք 13։ Օհո։ Լավ, Street Gang-ը պետք է կրի, ես էլ գնամ տեսնեմ։ Ինչը Հայաստանի քաղաքական է, հա։ Լուրջ ես ասում։ Ֆուտբոլ ֆեդերացիա ես պարապում։ Չէ, ես հատ Արմենիայում եմ պարապում, բայց կանչել են սելեկցիայի հավաքականում։ Ես երեք Հայաստանի ու բանի, չէ, ում հետ էր խաղում երեք։ Հայաստանը։ Հա, ոչ պրոֆեսիոնալ Կիլիկյան խաղում էր։ Ռեակցիա կկում անգուստը։ Բայց կրել ենք 2-0-3։ Ապրեք ձեզ հաղթանակ։ Այժմ կզրուցենք Streetball Armenia-ի կազմակերպչական գծով ղեկավար Կորյուն Ռեհանյանի հետ։ Կորյուն ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որի օր անգամ անցկացում Streetball-ը։ Թիվը կոնկրետ չեմ կարող ասեմ, երևի արդեն 100 պլյուս է։ Այդքան արդեն կազմակերպել։ Այսինքն ինքը տարվա մեջ մի քանի անգամ է անցկացվում։ Շատ է կազմակերպում Streetball միջոցառումներ, կոնկրետ Երևանի մասշտաբով արդեն տասնյակ sense ասած միջոցառումներ են կազմակերպել։ Հանձինս օպերայի եւ բալետի թատրոնի տարածքում սա ֆորմատը առաջինն է, որ նմանատիպ մեծ մասշտաբով է։ Հա։ Մի խոսքով աճում ենք։ Իսկ Streetball ասացի մեջ ես տեսնում եմ, որ մտնում է ֆուտբոլը, բասկետբոլը, կան էլի ինչ-որ ճյուղեր։ Հիմնական թիրախավորված ուղղությունը Streetball եւ բասկետբոլ 3-3-ի դեմ մրցաշարերն են, այսինքն Streetball տեսնում եք դաշտերը, այս դաշտերում է կատարվում ֆուտբոլային այդ process-ը, փողոցային ֆուտբոլ կոչված տարբերակը եւ բասկետբոլի հատվածը հետաքրքիր է մեկ շտով է, բայց 3-3-ի դեմ են խաղում, էլի։ Հա, սկզբունքը կոպիտ ասած տենց չէինք խորացել, որ մի շիթ է, այսինքն ինքը սկզբունքորեն տենց ինչ-որ պայ պետք է հետ գնան, որ կարողանան այդ գծից առաջ գան, խաղը համարվի։ Այո, լրիվ դուք պատկերացրեցիք, իդեպ ասեմ օլիմպիական ստանդարտներով նախատեսված շիթ է եւ նաեւ հատակը, որը
Հայաստանում հատուկ են տարբերակներից, հա։ Ի դեպ դա արվում է մեր երեխաների, մեր բասկետբոլի սիրահարների համար, որպեսզի ավելի հետաքրքիր անցկացնեն սպորտային ժամանցը։ Իսկ այն շուտ այնց մարզասրահի պես տեղ ասածը, որ օրինակ դուք ոնց որ նախապատրաստում եք կամ այդտեղ շուտ տրենիրովկաներ եք անցկացնում սթրիթբոլի շրջանակում։ Օրինակ ես տեսնում եմ, օրինակ ինձ շատ դուր եկա, որ երեխեք են 10 տարեկան, 12, ով մենակ, ով թիմով, իմացել են, կազմակերպված եկեք գրանցել են, թիմին անուն են մտածել, պատրաստակամություն են հայտնել, որ գան խաղան։ Ինձ այդ շատ դուր եկա, որտեվ այդ բակային ինիցիատիվան ոնց որ զգացում է այստեղ։ Այո։ Ինձ հետաքրքիր է, այս ամեն ինչից դուրս շարունակություն կա, որ օրինակ ավարտվեց տուրնիրը, իրանք ունեն հնարավորություն, կոպիտ ասած մնալու ցուցակում, որ հենց մյուսը լինի, իրանք էլի նշանակ, նայեք, ձևավորված community կա, ասենց ասած արդեն թե մեր Instagram-յան էջում ակտիվ, թե նոր Ghetto Games գրանցումները, որը որ application-ը առանցին։ Դա նորություն է։ Նորություն է, այո, եւ այդտեղ գրանցվողները համընդհանուր ներկայացնում են իրենց թիմը, թիմի ղեկավարին։ Մի խոսքով ամեն ինչ, ասենց ասած, այդ փակագծերը շատ չբացենք եւ չմանրամասնենք, ավելի շատ մասնակիցները արդեն փորձում են դրա մեջ ներգրավել, շատ ընթանում է ամեն ինչը, թե իրար հետ նոր ծանոթություններ են ձեռք բերում, սպորտային թիմերը տարբեր։ Դա առողջ կոնկուրենցիա է ըստ ամենայնի զարգանում։ Իդեպ նաեւ այդ community-ն արդեն Հայաստանից դուրս է, ու Հայաստանից դուրս իրար մեջ արդեն թիմերը կարող են պայմանավորվել, հյուրընկալվել, մի խոսքով աճ ագրացում։ Իսկ կա միջազգային ինչ, գոլն ու կոպիտ ասած ոչ Հայաստանից թիմը եկել է ուզում է մասնակցի, կան գրանցված։ Կոնկրետ այո, բասկետբոլի շրջանակում ունենք թե Ռուսաստանից ժամանած, ԵԱՏՄ սենց ասած երկրներից ժամանած թիմեր, որոնք մասնակցում են։ Իդեպ նաև մեր հարևան Իրանից ունենք հյուրեր, մի քանի թիմեր են, դեռ էսպային մի քանի թիմեր, որովհետև պայմանավորվածություն կա նույնիսկ ընթացիկ գրանցումներ, այսինքն նախագրանցում չէ, այլ եթե հասցնեցին տեղում գրանցեն, որովհետև ժամանակային առումով սուղ է, էլի այդ ամեն ինչու փորձում ենք մեկ օրվա մեջ տեղավորենք այդ բոլոր թիմերի անցկացման process-ը։ Առաջի սթրիթբոլից սկսած, որքան ժամանակ է անցել, ուզում եմ հասկանալ։ Առաջի սթրիթբոլը սկսվել է 2023 թվականին։ Քեշե քանի թիմեր է ժամանակ գրանցվել։ Այդ ժամանակ էլ վատ չէր, շատ էր, քանի որ հիմնադիրներից Հայկ Ֆրիստայլ եւ Դավիթ Մանոյանը շատ մեծ բազա ունեն սպորտային սիրահարների։ Դավիթ Մանոյանի ողջունում ենք։ Բարև ձեզ, ինչքան ժամանակա ձեզ չեմ տեսել, Տարեկ ջան։ Իմիջայլոս Դավ ջան, ուր ես։ Մի խոսքով այդ սկիզբը ու հենց այդ ժամանակ էլ մեր կապը եւ process-ը ձևավորվեց։ Ամեն մեկս ինչ պոզիցիայով կարող ենք առաջ տանել ու դեռ սենց ասած ձևավորումներ, ճյուղավորումներ լինում է բոլորս կողմ ենք միմիայն զարգացմանը, սպորտային առողջ ապրելակերպի զարգացմանը, ձեռքբերումներին։ Լավ, մենք այսքանով չէ, ինչ սիրուն հակնված են։ Ջան, Տարեկ ջան։ Ջան, ապրեք։ Անցավ ոնց որ թե Գարոխներ թիմը, չէ, Դավթաշեն։ Գարոխներ։ Խույնից, հա։ Դավթաշենի թիմները անցավ։ Շնորհակալություն եմ հայտնում Կորյուն ջան։ Ես նույնպես։ Գնանք տեսնենք ովքեր են հաղթում ու շարունակենք մեզ լավ օր։ Մեզ բոլորիս լավ օր։ Ձեզ շնորհակալություն այս լավ ինիցիատիվայի համար։ Գնաց։ Ուրախ էի։ Իսկ պրոֆեսիոնալ խաղացողներ եք երեխեք։ Հա։ Չէ, որ ֆորմայով են, դրա համար եմ ասում, պատրաստված եք։ Փյունիկից։ Ալաշկերտից մասնակցից կա։ Չէ։ Դուք որ խմբով եք երեխեք։ Որն է ձերը։ 15-ը։ Իսկ գիտեք որ ժամին եք խաղալու։ Չէ, խմբերը պետք է հեսա գրանցում եք։ Հա։ Ես նոր եմ եկել։ Մենք հեսա ռեգիստրացիայի հետ հասկանանք դա ոնց է անցկացվում։ Այնքան երեխա է եկել։ Երեխա չէ, այնքան մասնակից է եկել։ Լավ, քանի մեր մոտ սպասողական sense վիճակը ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հովանավորներին, որ իրենք կան, որ իրենց շնորհիվ առանց սահմանավորման հնարավոր է դառնում։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր հովանավոր Գալֆին։ Մեր հովանավորն է նաև Պետրոլերոն։ Եվ մեր գործընկերներն են Garmin-ը եւ TTH Performance-ը։ Շնորհակալություն ձեզ շատ։ Այս մենք հələ գնանք տեսնենք այս սթրիթբոլին ոնց են մասնակցում, ինչ պետք է անենք, բացի ցանկություն ունենալը։ Այժմ կզրուցենք Վերոնիկայի հետ, ով զբաղվում է մի հատ նորից ոնց է։ Տվյալների բազայի լրացմամբ եւ գրանցմամբ։ Ահա, Վերոնիկա ջան, բարև ձեզ։ Ինձ կասեք, այս պահի դրությամբ քանի թիմա ձեզ մոտ եկել ու գրանցվել։
ամեն տարի մեր թիմերը ավելանում են ու այս տարի բավականաչափ մասնակիցներ ունենք, 25 թիմ ամեն տարիքային խմբում ունենք ու ավել։ Ու դեռևս գրանցումը ակտիվ շարունակվում է։ Գրանցում ոնց հասկացա նախորոքից բացի նաև տեղում կա։ Այո, բացի մինչև մրցաշարը մենք բաց հայտագրումներ ենք իրականացնում, այսինքն մասնակիցները իրավունք ունեն մինչև մրցաշարը գրանցվեն, հետո արդեն ով որ տեսնում է մրցաշարը իրականացվում, գալիս են իրեն գրանցվում են տեղում հենց։ Առաջի սթրիթբոլին մոտ քանի թիմ ա եղել ու այս պահին քանիսն է։ Տեսեք, մենք տարեցտարի տարիքային բազաները ավելացնում ենք, այսինքն առաջին անգամ իրականացնում էինք օրինակ 2 տարիքային խմբում, իսկ հիմա արդեն շրջանակը մեծացել է ու եթե ժամանակ 12-15 միջև թիմ էր մասնակցում, հիմա մինչև 30-40 թիմ։ Ու քանի տարիքային խումբ կա, որտեվ ես մոտեցա, մեկը ասեց U15, մեկը U10, մինչև 12 տարեկան, մինչև 15 տարեկան ու 15-ից բարձր տարիքային խումբ ունենք։ Ընդհանուր առումով, այսինքն 70-80 թիմ կա։ Այո։ Իսկ գրանցման համար ինչ ապեք։ Ես տեսա, որ օրինակ երեխեք են, բակում 3 հոգով հավաքվել են, ասեմ մենք ուզում ենք խաղանք, եկել են, ինչ ապեք։ Ծնողի թույլտվություն անհրաժեշտ է թե ոչ։ Այո, ծնողները մենք այնպեսի հավելված ենք օգտագործում գրանցման տեսանկյունից, որ ծնողները տեղյակ են լինում, որ իրենց երեխաները մասնակցում են նման մեծ միջոցառման, թույլտվությունը լինում է ու իրանք կարողանում են մասնակցել։ Կհիշեք մոտ քանի փառատոն եք արդեն անցկացրել։ 4 Փառատոն չէ, տուրնիր հայերեն, մրցաշար։ 4 տարի է արդեն մենք սթրիթբոլ մրցաշար ունենք, այսինքն չենք ունեցել ընդմիջում։ 4 տարի անընդմեջ սթրիթբոլ իրականացվում է ու ավելի տարեցտարի ավելի մեծ մասշտաբով։ Տանին մի անգամ այն անցկացվում։ Ոչ, մենք նաև ունենք Երևան քաղաքի միջ շրջանային, այսինքն մարզային տարբերակը շրջան։ Հա։ Ոչ միայն մենք ամբողջ Հայաստանն ենք ընդգրկում, այսինքն յուրաքանչյուր մարզում իրականացնում ենք սթրիթբոլ, այլ նաև Երևանի մեջ, տարվա մեջ մի անգամ վարչական շրջաններ, օրինակ Նոր, Կավան, Շենգավիթ, բոլոր վարչական շրջաններում մենք իրականացնում ենք սթրիթբոլ մրցաշար։ Այսինքն ավելի նեղ լսարանի համար նաև սպորտային։ Հասկացա, շատ շնորհակալություն, ես գիտեմ, որ գործը խեղդում է, եթե իմիջիայլոց հերթ է, ահա որ անդադար երեխեք են գալի, ես հարցում եմ, բա մենք եկել ենք 15-ից ենք, բան ծանոթներն ասում։ Շնորհակալություն ձեզ լավ գործ անելու համար, հիմա չխանգարեմ, չարը թրջվեց։ Ես գնացի։ Այժմ կզրուցենք Streetball Armenia նախաձեռնության հիմնադիր Դավիթ Մանոյանի։ Դավիթ ջան, հարգանքներս։ Ողջույն։ Խնդրում եմ պատմել ոնց ինչից հետո առաջացավ այս միտքը ու ինչից սկսեցիք։ Առաջ վաղուց միտքը կար, հա այդ փողոցային ֆուտբոլը ոնց որ նորից վերադարձնել մեր բակ էր եւ հերթական վնասվածից հետո երբ որ արդեն չգիտեի ինչ եմ ապագայում անելու, ծանոթացել էի մի քանի օր առաջ դրանից Հայկի հետ, Հայկ Ֆրիստայլերի ու տեսա թե ինչքան մեծ լսարան ունի ինքը երեխաների, հա, մեջ ու տենց ֆուտբոլասեր է, զանգեցի խոսացի, ասի սենց միտք ունեմ, շատ ուրախացավ, հա, արի անենք, բայց հետո որ ես իրան պատմեցի թե ընդհանրապես ինչ եմ ուզում, այսինքն բասկետբոլը ներառեցինք 3-3-ի դեմ, ինքը չէր հասկանում ոնց կարանք մենք այդ ամեն ինչը անենք։ Իսկ հիմա մենք ունենք 6 սպորտաձև, մենք նաև հիմա էլ կազմակերպել ենք Street Guns Fest-ը, Guns Graffiti հարութի հետ, հայտնի Աբովյանի գորգի հարութը եւ ինքը դարձրել ենք բացի այս մեր 6 սպորտաձևերը, որը ամբողջ մարզերով եւ Երևանով անում ենք, նաեւ այս փողոցային կուլտուրայի, հա, տեսնում եք այնտեղ live graffiti են անում։ Հա, տեսա, անդե սկեյթբորդ են քշում երեխեք։ Այսօր որոշել ենք, որ Հենոյին մեր Մխիթարյան Հենոյի գրաֆիտին անենք, որը շատ վաղուց էինք պլանավորել։ Անցած տարի Կոբի Բրայանին ստեղ արեցինք։ Street Art Market-նա կապի հետ ենք համագործակցում եւ նաեւ փողոցային կուլտուրայի անբաժանելի մասն է մեքենաները։ SMG-ի հետ ենք համագործակցում, Շահենի հետ եւ ինքը sense մի ամբողջ sense փողոցային կուլտուրայի եւ մշակույթի ֆեստիվալ ենք դարձրել։ Break-dance-ը այսօր կմեկնարկի ժամի 5-ին, skateboard-ը ու sense հիմա շոքին մի քիչ մարդկանց քանակը, բայց մեկը խաղերը գնում են, որտեվ ժամանակը սուղ է։
Եթե համառոտ ասում եմ ու փորձել եք բակային մշակույթ ու առողջ ապրելակերպը միացնեք իրար։ Ոստեղ գալիս են իրանք թիմ խաղացողներ կան, որ թիմ չունեն։ Իրար ծանոթանում են, թիմ են ստեղծում, խաղում են, հետո ընկերանում են, ոնց որ այդ այն։ Կոմունիկացիա է ստեղծում։ Իսկ այդ 6 սպորտաձևերը որոնք են՝ ֆուտբոլը, բասկետբոլը, ֆուտբոլը 3-3-ի դեմ, բասկետբոլը 3-3-ի դեմ, սկեյթբորդ, բրեյք դանս, շախմատ եւ ֆուտբոլ ֆրիստայլ։ շախմատն էլ, այսինքն շախմատը հենց նոր միջև 12-ը ավարտեցինք, երեկոյան միջև 15 տարեկաններն են խաղալու։ Կա մրցանակ հաղթողների համար։ Դե ունենք մեր գլխավոր հովանավորներին, նաև մենք անձամբ ենք էլի ինչ-որ մրցանակներ տալիս ու մեր մրցանակները միշտ լավն են, բայց փորձում ենք անդադ գրում են ինչ հաղթողը ստանալու, երբեք հաղթողը չի արվում նման բան, բայց մենք ասում ենք մեր մոտ միշտ լավ բան ենք տալիս, եկեք, վայելեք, այս ամեն ինչը կապ չունի, կկրեք թե չկրի։ Իսկ զարգացման դինամիկան դու ինչքան կգնահատես, ասենք առաջինից սկսած ու հիմա։ Ես օրինակ նոր խոսում էի ժողովրդի հետ գրանցման բաժնում աշխատող, ես հասկացա, որ տարբերությունը 1-ին մոտապես 4 է, այդքան զարգացել է։ Եթե համեմատենք, իսկ միտում, չգիտեմ, իրան միջազգային ասպարեզ հանել կամ դրսից հատուկ հյուրեր հրավիրել, կա տենց ինչ-որ նպատակ։ Մենք հիմա այս 4-րդ տարին է մեր, հա, լիարժեք, այս Հայաստանի գավաթը անում ենք 3-րդ տարին 2024-ից սկսած։ Ամեն տարի 20-25% աճ ունենք մենք հաճախելիության, հա, այդ բասկետբոլն, ֆուտբոլն եւ մնացած բաները։ Ես կարծում եմ, որ հիմա տարածաշրջանում այսպիսի գլոբալ նախագիծ չկա եւ գնալով ինքը մեծանում է, երեկոյան որ գաք տեղ տեսեք թե ինչքան մարդ է լինելու ու տենց շատ արագ տեմպերով, բայց մեծ դժվարություններով առաջ ենք շարժվում։ Այ հենց դժվարության մասն եմ ուզում հարցը տալ, ի՞նչն է որ դժվար է տրվում կամ արդեն սկսել է հեշտ տալ, թե ամեն ինչն էլ իսկ դե ոնց որ ամեն անգամ ինչ որ բաներ սխալվելով սովորում ես, կատարելագործվում ես, նախ շնորհակալություն Երևանի քաղաքապետարան եւ կենտրոն համայնքապետանին, որ միշտ աջակցում են, հա, որ մենք նամակ ուղարկում ենք, որ ըստեղ ենք անելու, իրականում գիտենք օպերայում թե ինչքան բարդ է նման բան կազմակերպելը, բայց մեր միջոցառումները այնքան մեծ են, որ Երևանում պարզապես այլընտրանք չկա մեծ տարածքի, որտեղ այս ամեն ինչը կարանք տեղավորել եւ շատ շնորհակալ եմ որ մեզ աջակցում են ամենաբարդը երևի այս ամեն ինչը հավաքելն է որտեվ ես 3 գիշերը արդեն չեմ քնել մեր աշխատողների հետ համատեղ որտեվ եթե ես չեմ լինում այսինքն այդ դիրքավորումը որտեղ ինչ պետք է լինի միտեղ ինչ որ ծուռ է միտեղ էսա բան այսինքն պետք է տենց ամեն ինչ անենք եւ բացի այդ էլ երեխաների հետ մի քիչ այդ գրանցման process-ը շատ բարդ է որտեվ երեխեքան չեն հասկանում սխալ են անում հետո պետք է այդ նորից սկսենք ու անընդհատ գալիս են նույնիսկ երբ որ մրցաշարը արդեն մեկնարկել է չես ուզում իրան մերժես, որ ավելացնում ես թիմ ընդեր գրուպ եք ասած խառնվում են, նորից են խաղում, բայց ինձ թվում է կարևորը որ իրանք այս օրը իրար հետ են ու ոնց որ այդ անքուն գիշերները հետո ոնց որ չես պաշտպանում դրա համար։ Իսկ կա ինչ որ վերջնական նպատակ, որ սթրիթբոլ Արմենիան գրում է դրան։ Վերջնական չեմ ասի, որտեվ ինքը դեռ շարունակական վերջնական, այլ այսինքն այն որ դա լինի, կասեք իմ ոնց որ նպատակը կա։ Մենք կուզենք օրինակ պատկերացեք այս տարածքը լիներ մեր այգին որտեղ ունենենք բազմաթիվ խաղադաշտեր եւ ստիպված չէինք լինի այս ամեն ինչը բերենք ամեն անգամ, այս դրանք այնտեղ կլինեին եւ ուղղակի մենք մրցաշարը կկազմակերպենք նույն բանը որ ինչ որ ինչի մասին խոսում եմ դա Ghetto Games-ն է, որը մեր այս արդեն հավելվածներով է օգնում։ Իրանք ամբողջ Եվրոպայում համար 1-ն են եւ ունեն Ghetto Park-ը, որ ես այնտեղ եղել եմ Ռիգայում, Լատվիայում ու ոնց որ ձգտումը էտա որ մենք էլ էտի ունենանք, իրանց տարածքն է, իրանց դաշտերն են եւ երբ որ ամեն անգամ երեխեքը այդ նույն տեղն են գալիս, ոնց որ իրանց ոնց որ տունը դա լինի։ Դրա համար այս համայնքը գնալ լիքը երեխեք արդեն 4 տարին են մեր մոտ գալիս այդտեղ։ Կա ինչ որ գլոբալ տարբերություն ֆուտբոլի կանոններում, բացի մասշտաբը ու այն որ 3-3-ի դեմ է խաղ։ Դե փոքր է գոլերը, նախ ինքը չափերով է փոքր, 3-3-ի դեմ մեկ փոխարինով դարպասապատ չկա, այսինքն ձեռքով խաղ ընդհանրապես չկա։ Օրինակ ես դա չէի ֆիքսել։ Եվ ասեմ, որ մենք այս տարի Հայաստանը հրավիրված է աշխարհի փողոցային ֆուտբոլի առաջնությանը 3-3-ի դեմ եւ մենք պետք է մրցաշար կազմակերպենք, որի հաղթողը կմեկնի Հոլանդիա Ուտրեխտ սեպտեմբերի 1-ից 7-ը, որ Հայաստան ներկայացնի։ Դա երեխաների մասին է, մեծ ասակներ արդեն։ Իսկ ինչու դուք չեք մասնակցում։ Ես իրականում մտածում եմ, որ որպես 4 խաղացող կամ լինեմ, բայց չեմ պատկերացնում ոնց 3 հոգանոց մրցաշար ստեղծել, եթե մեկը վնասված ստացավ, ոնց որ մյուսը 2 հոգով, դրա համար պետք է ինձ թվում է ուղղակի ես իրենց հետ գնամ, այնտեղ եմ լինելու ոնց որպես դելեգացիա անդամ, բայց ոնց որ շատ լավ է, որ աշխարհի 2-րդ առաջնությունն է եւ մենք արդեն այնտեղ ներկայացնում ենք։ Իսկ սա ձեր որի՞րդ մրցաշարն է, կհիշեք։
Ես 200 իմացա պլյուս։ 200+։ Ու դա արվում է մոտ 2 տարվա ընթացքում։ 2023-ին երբ որ հիմնադրեցինք, մենք արեցինք 3 մրցաշար, այդ սկսել ենք հուլիսին եւ 3 հատ արեցինք։ Հետո Հայաստանի գավաթը արդեն որ սկսեց, ամբողջ մարզերով արեցինք, նաեւ ունենում ենք Երևանում տարբեր մրցաշարեր, օրինակ Երևանի գավաթը 12 վարչական շրջաններում առանձին բակերում այդ բոլոր վարչական մրցաշար ենք անում այս նույն փողոցային ֆուտբոլի, բայց սա չենք հավաքում, հենց բակերում։ Հա, բակերում որտեղ կա։ Բոլոր հաղթողները գալիս են Երևանի կենտրոնում խաղում են արդեն ֆինալը։ Հետո ունենք Եվրոպայի սպորտի շաբաթը, որ 4 տարին անընդմեջ մենք ենք կազմակերպել։ Այսինքն անընդհատ ինչ-որ պրոցեսներ կա։ Երևանի Երևանն ենք ամեն տարի մասնակցում։ 200 մրցաշար լավ 3 տարում, դա մեկը օրը մեջով ինչ-որ գրաֆիկ է գալի 3 օրվա մեջ։ Ինչ ասեմ, շնորհակալ եմ շատ Հայաստանում առողջ ապրելակերպը նախ պրոպագանդելու, հետո մաքսիմալ սեփական նախաձեռնությամբ ու նաև նյարդերի հաշվին զարգացնելու համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում ենք նախ եւ առաջ հայտնի սիրված հայ ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանի հետ։ Դավջան, մի անգամ էլ մերսի։ Ձեզ լիքը հաջողություն, մենք էլ կգանք կլուսաբանենք։ Իրիգունը բայց եկեք ժողովրդին ալնելու։ Всё։ Ինչ ասեմ, Դավիթի հետ խոսեցինք, իմացանք որտեղից է առաջացել միտքը, ու մենք էլ հասկացանք, որ ունենք անջատված մարդիկ։ Ունենք։ Դե հիմա տենում ես արա այդ ցավը տանեմ, որ քայլում ես մի անջատվի, վնաս մի լսի այդ պահին։ Շնորհակալություն։ Ինչ։ Մենք հետաքրքիր էր էլի, ինչով է պայմանավորված, որ այստեղ ներկա նաև մեր ընկերները SMG-ի տղաներ, հենց մի հատ գնանք ճշտենք, ինչ կապ ունեն նրանք Streetball Armenia-ի հետ, հենց եկեք։ Արմջան, դու տեղյակ ես ինչ կապ ունի Streetball Armenia-ի հետ, այս գեղեցիկ ավտոների կոլեկցիան։ Զուտ ցուցադրություն է այսօր լինելու, կանչել են մեզ, հրավիրել են, մենք էլ մեծ հաճույքով համաձայնվել ենք, եկել ենք ստեղ։ Քո մեքենան որն է։ Իմ ավտոն այն 46 կուզով BMW-ն է։ 93 համարը։ 93 համարն է։ Ինչի 93, որովհետև պրոստը կասկեն էի դեմ սկզբից առը, վրան 93 էր գերած, տենց դարավ ավտոն 93։ Հա, ինձ թվաց դրին տարիքն են գրում շողի բան, Իմ տարիքն է։ ուզում եմ ասել լավ ես պահպանել։ Համջան, շնորհակալ եմ շատ, որ այսօր եկել ես, քո մեքենան երբ ես խոսալու լսենք։ Հենց հիմա էլ կարանք խոտանք լսենք։ Այսի ինչ էր, մեջ ինչ մոտոր էր, Ֆուրիայի։ Հոնք չի։ EQ5-ը։ Այժմ կզրուցենք SMG ակումբի համահիմնադիր Կարնի հետ։ Կարլ ջան, հարց, ինչ կապ ունի SMG-ին, այսօր ինչու է ներկա Streetball Armenia-ին։ Streetball Armenia-ի տղաները իմանալով, որ մենք Հայաստանում ավտոսպորտի դրիֆտի մեջ մի քիչ խորացել ենք, մի քիչ։ Խնդրել են մեքենաների ցուցադրություն կազմակերպենք ստեղ, իրենց օգնենք։ Ինքը բակային միջավայրի ստեղծման հետ է կապված ավելի շատ, ոնց հասկացա, որտեղ չեք քշելու։ Չէ, չենք քշելու, բերել ենք ուղղակի ցուցադրություն, մարդիկ գան, ծանոթանան вообще Հայաստանում ավտոսպորտը ինչ է, ինչի մասին է։ Իսկ եկել են արդեն որ գան, տենց հարցնեն, քանի դիաուժա։ Շատ։ Դավադիտեք եղել։ Չէ, սիրով պատասխանում ենք։ Մենք դրիֆտ մոտավորապես երբ սպասենք ձեզանից։ Այդ շատ ծանր հարց եք տալի։ Ну, հարցա բարձրաձայն ենք, միգուցե մեզ առանց Դավ ջան, ճիշտ ասած, միշտ տարածքի խնդիր ունենք։ Հայաստանը տարածքի խնդիր ունի, չունենք։ Այս պահին համապատասխան տարածք չկա ոչ միտեղ, բայց ոնց որ զբաղվում ենք այդ հարցերով, տենանք որտեղից ենք համապատասխան տարածք գտնում, այն որ դրիֆտ կլինի այս տարի այդ միանշանակ, պրոստը երբ կսկսենք, որտեղ կգտնենք, հələ մի քիչ Դե բայց ինձ թվում է մեզ բանա, չէ՞ պետք ուղակի ասֆալտապատ ուղիղ տարածք է պետք։ Եթե դաժե այս տարածքը տան, էս էլ կլինի։ Մեզ նմանատիպ տարածք է պետք, ու առանց արձանների, չնայած արձանները չի խանգարի, բայց Հա, կողքը կշրջանցի։ Մինչև է, եթե մեզ առանց աման հաղորդման դիտողների մեջ մարդ կա, ով ունի մեծ ասֆալտապատ տարածք ու պրինցիպի կարա մի քանի օրով տրամադրի, մենք մեծ հաճույքով կօգտվենք դրանից ու Հայաստանում կզարգացնենք նաև ավտոսպորտը։
Կարլ ջան, շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ։ Իրական նոր խոսում ենք Դավիթ հետ, ասեց որ այս ամեն ինչը նաև տենց այդ բակային մթնոլորտի էլի, Բաքում ինչն է, մեքենա, հայատի ֆուտբոլ, հա, բարեբախտաբար ասենք տենց չլութոպարներ չկան նարդի խաղացող, բայց առողջ ապրելակերպին իրականում մեծ աշխատանք են տարել։ Դավիթ ջան, ձեզնից է շնորհակալ ենք։ Ինչպես միշտ մեր հետ, մեր կողքին եղբայրներ։ Դավիթ ջան, շնորհակալ ենք ձեզնից։ Ես էլ եմ շնորհակալ։ Առանց սահմանից ֆուլ շնորհակալ ենք միշտ մեր հետ, մեր կողքին։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք առանց սահման հաղորդումը, որ այս անգամ սթրիթբոլի մասին է։ Առանց սահման հաղորդման գլխավոր հովանավորը գալֆն է, եւ արդեն Հայաստանում մենք ունենք 16 լցակային, որտեղ դուք կգտնեք որակյալ վառելիք, դիզվառելիք եւ հեղուկ գազ։ Այնպես որ համեցեք։ Եթե չճանաչեցիք Մարինա, ինքը մի հատ բարի տեսակ կանոն չեմ հիշում, այ դրա high heel։ Ես գիտեի դի բասեին է։ Հարց չկա։ Ջոգիկ, я бессмертный, ապել աղբերական մի խփեք նեղվում եմ։ Դե ինչ, հարգելի սիրելի դիտողներ, առանց սահման հերթական հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Այսօր մենք խոսեցինք սթրիթբոլից, Հայաստանում նրա զարգացման տեմպից, նաև ինչպես ու ոնց է առաջացել միտքը։ Եվ որպես եզրափակիչ խոսք, մենք եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում առանց սահման հաղորդման հովանավորներին, ովքեր մեր կողքին են։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր հովանավոր Գալֆին։ Մեր հաղորդման հովանավորն է նաև Պետրոլերոն։ Մեր գործընկերներն են TTH Performance-ը եւ Garmin-ը։ Ձեզ հետ էր Դավիթ Ռակուրսը, մենք ձեզ ասում ենք մինչ նոր հանդիպում։ Իսկ դուք եթե դեռ այ մի ջայլոց, էլ եմ 9 րոպե։ Դուք եթե դեռ չեք բաժանորդագրվել առանց սահմանի, YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, ինչի մասն է խոսքը, դուք ուղղակի տեղեկացված չեք լինում, թե ինչ հետաքրքիր միջոցառումներ, ժամանցի տեսակներ կան Հայաստանում։ Հիմա ստոպ եք տալիս, սեղմում եք բաժանորդագրվել կոճակը եւ տեղեկացված եք լինում։ Իսկ մենք ձեզ ասում ենք մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։